Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայ-ԱՔՎ ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ, ռազմահարցությունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։ Բարև ձեզ, պարոն Քերոբյան։ Ողջույն։ Շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Խոսենք Միասնության թևեր շարժման ղեկավարի հայտարարության մասին, Արման Թաթոյանի հայտարարության մասին, նա նշել էր, որ այն տարածքները, որոնք պատերազմից հետո ադրբեջանցիները գրավել են, այդ տարածքներում նրանք ենթակառուցվածքներ են կառուցում, թունելներ եւ նաեւ նշանառության տակ է Սոտքի հանքավայրը եւ Կութ գյուղը։ Նշենք, որ նա ընդգծում էր, որ դա եղել է մինչև օգոստոսի 8-ը եւ ասում է, որ միտումնավոր իշխանությունը այդ մասին չի խոսել, որպեսզի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում այդ խաղաղության հայտարարությունը ստորագրվի եւ չխանգարի այս տեղեկությունը, այդ հայտարարությանը, բայց երեք Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը նշել է, որ Պաշտպանության նախարարությունը առաջնորդվում է գլխավոր շտաբի 1975 թվականի ԽՍՀՄ տեղագրական քարտեզներով, որոնք ունեն իրավական ուժ, որոնք հաստատված են պետական գեոդեզիական վերահսկողության Անդրկովկասի տարածքային տեսչության պետի կողմից եւ ասում է, որ Ադրբեջանի զինված ուժերի դիրքը չի հատում Հայաստանի պետական սահմանագիծը եւ գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Սոտքի վրա հեռավորությունը 4 կիլոմետր է, իսկ Կութից 6.4 կիլոմետր տեսանելիություն չկա, քանի որ այնտեղ լեռ կա։ Այսինքն որևէ խնդիր չեն տեսնում, ասում են այդ տարածքը Ադրբեջանի տարածք է։ Հիմա ով է ստում։ Բանախոսնակը անում է ինքնիրավչություն եւ պաշտոնական լիազորությունների չարաշահում եւ գերազանցում, որտեղ նա այդպիսի հայտարարություն անելու իրավունք չունի, քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ սահմանագծման սահմանազատման հանձնաժողովով այդ քարտեզները սահմանի գծման համար հիմք չեն ընդունվել։ Հիմա ԽՍՀՄ գերագույն գլխավոր շտաբի քարտեզները որևէ իրավական ուժ չեն կարող ունենալ, որովհետև դրանք չեն կարգավորում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները։ Բայց այստեղ մենք որ քարտեզում ենք սահմանավորում, այդ քարտեզով են իրենք առաջնորդվում։ Ուրեմն կա մեկ օբյեկտիվ իրականություն, հա, այդ դիրքը, որի մասին խոսում պարոն Թաթոյանը, գտնվում է սահմանի անմիջական մոտակայքում եւ կարեւոր էլ չէ, այն հատում է Google-ով թե գլխավոր շտաբի քարտեզով սահմանը, թե ոչ։ Այն ուղիղ անմիջական հեռավորության վրա է գտնվում սահմանից, դա նոր դիրք է, այսինքն 22 թվականի սեպտեմբերից հետո հաստատված իրողության փոփոխություն է եւ ուղիղ կերպ սպառնում է ոչ թե եւ ոչ միայն Սոտքի հանքավայրին, չնայած այնտեղ ավելի մոտիկ գտնվող դիրքեր էլ կան, հենց հանքավայրի տարածքում էլ կա Ադրբեջանի զինված ուժերի ներկայություն եւ այլն, եւ ոչ եւ Կութ գյուղին կամ այլ գյուղերին, այլ ուղիղ կերպով սպառնում է մեր մոտակա դիրքերին եւ իրար կապող ճանապարհին։ Իսկն այնքան փոքր հեռավորության վրա է տեղադրվել այդ դիրքը, որ ուղղակի կարելի է 1 րոպեում այդ դիրքից հասնել այդ ճանապարհի վրա եւ այդ ճանապարհը ուղղակի կտրել, արգելափակոցներ, ականապատել։ Մեր տարածքում է գտնվում, թե իրենք ասում են, որ մեր տարածք չի դա։ Ուրեմն տարբեր մեկնաբանություններ կարող են լինել, բայց ել եմ կրկնում, բանախոսնակի հայտարարությունը, որ դա մեր տարածքը չէ, դա կներեք, բայց հանցագործություն է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության տարածքներին վերաբերող ցանկացած խոսակցություն պետք է լինի միմիայն միջպետական հարաբերությունների կոնտեքստում։ Բանախոսնակը հայտարարելով, որ ԽՍՀՄ գլխավոր շտաբի զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզով են առաջնորդվում եւ դա ունի իրավական ուժ, դա մեղմ ասած հակաիրավական քայլ է եւ հակապետական, քանի որ առնչվում է Հայաստանի Հանրապետության տարածքին։ Միշտ գիտենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքին քարտեզներով պետք է առաջնորդվեն։ Այն քարտեզներով, որոնք սահմանագծման սահմանազատման հանձնաժողովների համատեղ որոշումների հիման վրա կներկայացվեն ազգային ժողովներին, խորհրդարաններին եւ կընդունվեն, կհաստատվեն որպես հիմք սահմանագծման սահմանազատման։ Հիմա ասում եմ Google-ը երբ որ այդ գիծը ցույց է տալիս, դա նույնիսկ այնտեղ է նշված, որ դա հիմք չի կարող սահմանազատման համարվել։ Ինչպես եւ հիմք չի կարող հանդիսանալ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմած քարտեզը։ Քանի դեռ ել եմ կրկնում, միջպետական պայմանագրով այդ քարտեզները կամ որևէ քարտեզ ընդունված չէ որպես իրավական հիմք կամ հիմք սահմանագծման եւ սահմանազատման։ Դասում է Սոտքից հեռավորությունը 4 կիլոմետր է, Կութից 6.4 կիլոմետր է։ Դե այդ մասով լեռ կա, խանգարում է, այսինքն այն որ Կութը նրանց արժև է եւ կարող են հարվածել, այդպես չէ։
Կոտ գյուղը, ինչպես նաև ներքին շորժա, վերին շորժա, Աղբերաձոր, Մաքենիս, Այրք եւ մնացած Գեղաքարը եւ մնացած բոլոր գյուղերը Վարդենիսի տարածաշրջանի բոլորը բացարձակապես բոլորը, որոնք որ գտնվում են Վարդենիս Մարտունի մայրուղուց, եթե Վարդենիս Մարտունի գնանք, հա, ցախ կողմում, բոլորը գտնվում են ադրբեջանական զորքերի դիտարկման տակ։ Այս դիրքը ընդհանրապես կարևոր չէ։ Ընդհանրապես այս դիրքի խոսակցությունը իհարկե մեր խոսակցության նյութերից մեկն է, բայց դրա անմիջական հեռավորությամբ, անմիջական հարևանությամբ գտնվում է մեկ այլ դիրք, ամրացված շրջան կարելի նույնիսկ ասել, որից արդեն այդ կոթը դիտարկվում է։ Սոտքի հանքավայրի մոտ կան Այդ 24 թվականին էլի կառուցված։ 22 թվականի, 22-ի սեպտեմբերին այո, եկած տեղավորված։ 25 թվականին են կառուցել, ասում է հուլիս ամսին են կառուցել։ Դե կոնկրետ այդ դիրքը, որի մասին խոսում են, կառուցվել է 25 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին։ Այսինքն այդտեղ տեղի ունեցել 22 թվականի սեպտեմբերից հետո հաստատված իրադրության փոփոխություն։ Առաջացել են նոր դիրքեր, հա, եւ այնտեղ նույնիսկ ոչ թե սովորական դիրքի, մենք այդպիսի դիրք, այդպիսի կահավորված, մեր ամբողջ արևելյան սահմանակիցի շատ քիչ ունենք։ Իրենք եկել ամրացել են այդտեղ։ Եվ էլ եմ կրկնում, ճանապարհից, մեր միջդիրքային դիրքերի երկկապող ճանապարհից ընդամենը 152 մետր հեռավորության վրա։ Այսինքն նույնիսկ կարելի է ասել այդ դիրքը, այդ ճանապարհը այլևս մերը չէ, որովհետև ինչ ուզեն այդ ճանապարհի հետ կարող են անել։ Ինչ ուզեն, հա, արգելափակեն, արգելափակոց տնեն, գրավեն այդ ճանապարհը, հա։ Իհարկե սա միակ դեպքը չէ, սա միակ այսպիսի իրադրությունը չէ։ Մեր ամբողջ արևելյան սահմանակիցով այսօր մենք ունենք խիստ անբարենպաստ դիրքային իրավիճակ ոչ մեր օգտին, հա, եւ ավելին ադրբեջանցիների օգտին։ Օրինակ ջերմուկի հատվածում մոտավորապես 70 քառակուսի կիլոմետր տարածք է ռազմակալված 22 թվականի արդյունքներով, 22 թվականի սեպտեմբերի արդյունքներով եւ մենք այնտեղ գրեթե կարելի ասել գերիշխող դիրք չունենք որևէ հատվածում։ Մինչդեռ մեր համարյա բոլոր դիրքերը գտնվում են այսպես անբարենպաստ վիճակներում, դիրքեր ունենք, որտեղ տանում են ընդամենը մեկ ճանապարհ եւ այդ ճանապարհը անձրևի կամ ձյան պարագայում կարող է արագ փակվել, դառնալ անհասանելի։ Մեր տղաների դիրքերում միանգամից կտրվում են, մինչև այդ ճանապարհը չբացվի։ Էլ չասած, որ ինժեներական ենթակառուցվածքների դիրքերում մեղմ ասած լավագույնը չեն։ Գետից վերև կացարաններ, շատ փոքր նեղ ստորգետնյա կացարաններ, ընդ որում պետք է հասկանանք, որ այդ բոլոր կացարանների տեղերը ադրբեջանցիները շնորհիվ իրենց գերիշխող օդային հետախուզության հնարավորությունների դրանց տեղերը բոլորը լավ գիտեն, մի ականի կամ երկու ականանետի համազարկի բաժին է այդ կացարանները։ Էլ չասած, որ այնտեղ այնպիսի աղաղակող անգրագետ ինժեներական աշխատանքներ են տարվել, օրինակ ասենք խրամողիների քարով երեսպատումը, որ լրացուցիչ աղվեսափոս չես կարող փորել։ Հա, բայց սրանք տեխնիկական մանրամասներ են։ Մենակ մի քանի դիրք են գրավել, Պաստորեն։ Բնախոսնակը վերում է կարճում է խոսքերից պարոն Թաթոյանի, մոռանալով նշել, որ այս խնդրահարույց կամ այս նոր դիրքի հարևանությամբ կան շատ ավելի առաջ մխրճված կիլոմետրերով մխրճված նոր դիրքեր, որոնք տեղի ունեցել իր վերադաս նախարարի եւ գլխավոր շտաբի պետի պաշտոնավարման ժամանակ։ Նոր ասելով քանի տարվա։ Հիշեցնեմ, որ Էդվարդ Ասրյանը գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնում է 22 թվականի գարնանից, իսկ Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 21 թվականի նոյեմբերից։ 21 թվականի նոյեմբերից Հայաստանի Հանրապետության տարածքը, այն տարածքը, որտեղ մենք կարող ենք ազատ տեղաշարժվել, փոքրացել է առնվազն 150 քառակուսի կիլոմետրով։ Պապիկյան Սուրենի պաշտոնավարման ընթացքում եւ Ասրյան Էդվարդի պաշտոնավարման ընթացքում այդ տարածքը փոքրացել է ավելի շատ, հա, որովհետեւ Ասրյան Էդվարդը, հա, հիշեցնեմ, այն օպերատիվ գլխավոր վարչության պետն էր, որ ասում էր, որ 2 ժամ, չէ, 21 թվականի մայիսին ասում էր 2 ժամ ժամանակ եմ տալիս, հոխորտում էր կամերաների առաջ, մոռացել եք։ Ասում էր 2 ժամ, ադրբեջանցիներն ասում էր 2 ժամ ժամանակ ենք տալիս մեր տարածքը լքելու։ Նույն Ասրյան Էդվարդը 22 թվականի սեպտեմբերին կամերաների առաջ ասում էր, որ կտրված են այդ ներխուժած խմբերը, հա, եւ կսովածանան, եթե մենք բանանենք, թույլ չտանք իրենց ապահովում, բայց փաստացի թույլ են տվել։ Թույլ են տվել, որ ոչ միայն այդ ներխուժած խմբերը մատակարարվեն զինամթերքով եւ սննդով ջրով, հա, այլ ամրանան մեր տարածքում ստեղծեն
ամրանան գերիշխող դիրքերում ստեղծեն ճանապարհ, կառուցեն ճանապարհներ իրենց դիրքերը տանող։ Եվ այդ որը ասում, ես այդ տարածքները շատ լավ ուսումնասիրել եմ եւ նաեւ օդային հետախուզության միջոցներով, հա։ Ուրեմն մեր տարածքում այնպիսի ճանապարհներ են սարքել, որ տանկեր կգնա այդ ճանապարհով, լիմուզին կգնա այդ ճանապարհով։ Դրա մասին մոռանում են ասել։ Դրա մասին զլանում են ասել։ Ջերմուկում օրինակ ջերմուկում, այդ գրաված հատվածներից այո, ռազմական տարածքներում այո, եւ դա կրկնեմ, խոսքը չի գնում 25 թվականի մասին, հա։ Չնայած 25 թվականին էլ են Թաթոյանի ասածը կոնկրետ 25 թվականն էր վերաբերում։ Այո, բայց դա չէ կարևորը։ Երբ որ իրենք գրավել են այդ դիրքերը 22 թվականին, դրանից հետո դրանից հետո ենթակառուցվածքներ են կառուցում, որոշ գերիշխող բարձունքներ, օրինակ մի քանի տասնյակ մետր կարճացել են։ Օրինակ Արջասարը, հա, Կարմրակատար սարը կարճացել են այն պատճառով, որ այնտեղ ադրբեջանցիները սարի բլրի գագաթը հարթացրել են եւ խորացել այնտեղ։ Այսինքն ամրաշինական կառույցներ, կացարաններ, պաշտպանված զինապայուսներ եւ այլն։ Ելույթ եմ կրկնում, ահռելի մեծ ճանապարհաշինարարական աշխատանքներ են կատարել եւ շարունակում են կատարել մեր տարածքում եւ մեր սահմանների անմիջական մոտակայքում։ Դա մեր տարածքն է, մի խոսքով դուք նշում եք։ Խոսենք նաև հետախուզության հայտարարության մասին, արտաքին հետախուզությունը երեք հայտարարությամբ էր հանդես եկել, նա նշում է մասնավորապես, որ այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրվում սպասվող ընտրական գործընթացները միջամտելու համար եւ տարբեր քննարկումներ եղան այս առումով, որ այս ամեն ինչը արվում է այն բանի համար, որ նույն մոլդովական սցենարը այստեղ գործի դնեն, այսինքն որոշ քաղաքական ուժերի թույլ չտան, որ նրանք մասնակցեն ընտրություններին, որովհետեւ արտաքին հետախուզության ծառայության այդ հայտարարության հիման վրա այդ մարդիկ նաև ազդելու են քաղաքական փաստորեն գործընթացների քաղաքական ուժերի վրա, այսինքն դրսից ազդեցություն կա քաղաքական ուժերի վրա ընտրություններից առաջ։ Հիմա ինչ է սպասվում եւ արդյոք այդ սցենարն են գործի դնելու։ Տեսեք, եթե ուղիղ կերպով անդրադառնանք հենց այս հայտարարությանը, հա, չմոռանանք, որ մոլդովական սցենարը իր մեջ ներառում էր արտերկրում բնակվող, այսինքն Մոլդովայից դուրս բնակվող Մոլդովայի քաղաքացիների մեծ զանգվածներ, մոտավորապես 900,000 հոգի քվեարկել Մոլդովայի տարածքից դուրս, որից գերակշիռ մեծամասնությունը քվեարկել է ոչ Ռուսաստանում բացված է եղել ընդամենը մեկ տեղամաս, իսկ մնացածը կարելի ասել մոտավորապես 95-97% մասնակցությամբ քվեարկել են Եվրոպայի տարբեր երկրներում բացված տեղամասերում, որի շնորհիվ իշխող ուժը Մայա Սանդուի գլխավորած ստացել է մեծամասնություն։ Հիմա դա բացատրել միայն նրանով, որ հիմնական ընդդիմադիր ուժին հեռացրել են ընտրություններից, չեմ կարծում, որ մեր մոտ մեր այսօրվա գործող վարչախումբը այդ գայթակղությանը կտրվի, որովհետև դա մեծ բողոքի ալիք կբարձրացնի, իսկ այդ բողոքի ալիքը հնարավոր չի լինի այսպես արագ ճնշել, հա, բայց մյուս կողմից, տեսեք, այս իշխանությունները իրենց տարատեսակ խոսող գլուխների կամ մանկլավիկ ուժերի կամ սպասարկող իրենց օրակարգ սպասարկող ուժերի խոսնակների բերանով պնդում են, որ չեն թույլ տալու Գյումրի 2 սցենար, բայց ես հավատացած եմ, որ իրենք ավելի սարսափում են Փարաքար 2-ից։ Հա, հիշեցնենք, որ Փարաքարում ընդդիմադիր գործիչ Վալոդիա Հակոբյանը լուսահոգի բացարձակ մեծամասնություն, այո, բացարձակ մեծամասնություն ստացավ, այո, 50%-ից ավել ձայն ստացավ եւ դրանից են վախենում։ Այս վարչախմբի, այսպես նույնիսկ կարելի ասել հոգեվարքային ցնցումները տարատեսակ շեղող կարգեր բերելով, կրծվող խնձոր, հա, պերաշկի ու կուկուրուզ կամ սաշիկ օրինակ, հա, 2 օր առաջ մեջ բերվեց նոր օրակարգ կամ տարատեսակ հայտարարություններ, որ դուլ չենք տալու թալաններ, բաներ եւ այլն, հա, եկեղեցու դեմ հարցակում, որը միջալոց մարել է, տեսեք, չի աշխատում դա, մարել է։ Ժամանակավոր է գուցե։ Կամ նույնիսկ այնպիսի հակասական քայլեր, ինչպիսի օրինակ կենսաթոշակների բարձրացումը մասնակի, որի մասին հայակվեն բարձրաձայնում էր դեռ սեպտեմբեր ամսից եւ հանրագիր ստորագրվակ է իրականացնում, հա, եւ հանրային ճնշում է կազմակերպում եւ այլն, ու չմոռանանք, որ նույն այս իշխանությունները դեկտեմբերին բյուջեի քննարկման ժամանակ հայտարարում են, որ դա այդ կոչերը կենսաթոշակ բարձրացնելու, հա, հիբրիդային պատերազմի էլեմենտ են։ Ինչ տեղի ունեցավ, որ
փետրվար ամսին ընտրական այսպես գործընթացի արդեն բառից բուն իմաստով ընթացքի ժամանակ որոշեցին թոշակ բարձրացնել 10,000 դրամով եւ երբանից այդ թոշակ բարձրացված թոշակը մարդիկ կստանան մայիս ամսին եւ դեռ թարմ կլինի այդ հիշողությունը ընտրությունների գնալուց բայց դա էլ է իրենց դեմ աշխատում որովհետեւ հանրությունը շատ լավ գիտի թե ով է կանգնած սրա հետևում եւ ինչի համար են սա անում էշի տեղ են փորձել դնել թոշակառուներին բայց սա ստորացուցիչ եւ վիրավորական է մեր երկիրը կառուցած մարդկանց նկատմամբ եւ հենց այդպես էլ ընկալում ենք մենք հանրային կարծիքի հետազոտություններ ենք անցկացնում եւ հասկանում ենք որ մարդիկ այնպես չի որ միանշանակ դրական են ընկալել սա հաշվի առնելով եթե հիշենք ասենք կառավարության ղեկավարի բարձրագույն հայտարարությունները որ իրենք ավելի լավ գիտեն թե թոշակառուին տրվել է 10 կամ 11000 դրամը ինչի վրա ավելի լավ ծախսեն առողջության պարտադիր ապահովագրություն են եւ հասկացան որ թոշակառուների թիվն էլ մեծ է եւ հիմնական ասում են Փաշինյանի ընտրազանգվածն է թոշակառուների մեծ մաս բայց հիմնական ընտրազանգված այդքան յետասարդներ չեն ինչքան տարեցները եւ դրա համար ուզեցել է Սիրաշահին նրանց փորձել է եւ չի կարողանալու որովհետեւ մեր ժողովրդի ոչ 100%-ը, հա, շատ փոքր տոկոսն է, որ իրեն զրկել է վերլուծելու կարողությունից, իսկ շատ շատերը դեռևս հիշում են 21 թվականին սրանց ընտրություններից առաջ տրված խոստումները Շուշի եւ Հադրութի վերաբնակեցում եւ այլն մնացած ամեն ինչը չմոռանանք, հա, հիշեցնենք։ Եվ դրամագծորեն հակառակ քայլերը, հա, Արցախի հայաթափում, պատերազմ, այն ինչ որ ասում են բոլոր բառերը, ասենք խաղաղությունը, հա, եւ արդարությունը, ամեն ինչ հակառակն են արել, բայց շարունակում են պնդել, որ իրենք են դեռ են ուժը, որին կարելի է քվետալ։ Չի կարելի քվետալ բացարձակ ստախոս հակահայ, հակապետական ուժին։ Հիմա Փաշինյանը որ գնում է տարբեր երկրներ, ներողություն, տարբեր շրջաններ եւ ման է գալիս, այդ ժամանակ մարդկանց աջակցությունը դուք չեք տեսնում որ կա։ Թե դա բավարար չէ։ Այնց դա չենք տեսնում։ 1-2 հոգի գալիս են դիմավորում են եւ իր շրջիկ թափառախումբը, որը որ հիշեցնենք ամբողջ աշտանը եւ ձմռան մի մասը գնում էր տարբեր եկեղեցիներ, դրանից առաջ ուղարկելով ԱԱՑ ուժերին, այդ մարեց, տեսեք, դա մարեց, հա, մարեց, որովհետեւ հասկացան, որ լայն աջակցություն չունի, այլև կա ամեն դեպքում։ Լայն աջակցություն այլևս չունի այս ուժը։ Եվ չի էլ կարող ունենա, եթե մենք ունենք քաղաքացի, ոչ թե ընտրազանգված, հա, եւ քաղաքացիական ինքնագիտակցությունը պետք է հասկանանք, որ ինչքան սրանք փորձում են հակապետական, հակաժողովրդական քայլեր անել, կամ ինչ որ քայլեր անել, դեմ է առնում արդեն քաղաքացիների բարձրաձայն դժգոհությանը։ Մենք այս կեսաթոշակների բարձրացման պահանջով որ հանդես եկանք, մեզ որակում էին որպես պոպուլիստ, որակում էին որպես հիբրիդային պատերազմի մասնակից, հարձակումների գործոն եւ այլն, ուղիղ կերպով մատնանշում էին հայրենին որպես իրենց դեմ աշխատող, մոռանալով որ մենք աշխատում ենք հոգուտ հենց կենսաթոշակառուների, նպաստառուների, չմոռանանք նպաստառուներին, որոնց համար այս վարչախումբը թաքնված ական է դրել, չնայած պետք է հունվարի 1-ից նպաստների տրամադրման համակարգը վերանային, բայց դա հետաձգել են մինչև հուլիսի 1-ը, որովհետև այնտեղ այնպիսի բաներ կա, որ համարյա բոլոր նպաստառուները ավտոմատ կերպով զրկվելու էին նպաստներից։ Հաշմանդամության համար նպաստից կամ անապահովության եւ այլն հազար տեսակ բաներ կար, հա, եւ միայն թվային այսպես վերլուծության գործիքներով պետք է նպաստառուի նպաստի որոշում կայացվեր, որի վերլուծությունը մեզ թույլ է տվել պնդելու, որ համարյա բոլոր նպաստառուները անմիջապես զրկվելու են նպաստներից։ Մի օրինակ բերեմ, ասենք անմշակ հող ունեցող թոշակառուների ընտանիքը համարվելու էր, որ ունի եկամտի աղբյուր եւ զրկվել նպաստից։ Պատկերացրինք։ Կամ 10000 դրամ հանրագումարով հեռահաղորդակցության ծառայությունները, որի մեջ մտնում է նաեւ տան ինտերնետը, հա, ծախսող ընտանիքը ավտոմատ կերպով զրկվելու է նպաստից, անկախ նրանից թե քանի ուսանող ունի, քանի ընտանիքի քանի անդամ կա եւ այլն։ Պատկերացրեք, ասենք միայն թվային վերլուծության հիման վրա մարդկանց զրկեն նպաստից, բայց հասկանալի է, որ դրանից վախենում են։ Վախենում են ինչպես նաեւ շատ այլ բաներից։ Վախենում են օրինակ ստի վրա բռնվելուց, դրա համար այս աղմուկը,
Հա հենց պարոն Թաթոյանի մեջ բերած դիրքային առաջխաղացումների շուրջ։ Չմոռանանք, որ Հիմա այսինքն ձեր մեկնաբանությունն այն է, որ այդ հարցով թաքցնում են իրողությունը։ Այո, միանշանակ թաքցնում են, միանշանակ վախեցած են իրական իրողությունը բացահայտվելուց։ Տեսեք, ԿՊ-ական падգամավոր Լիլիթ Մինասյանը, որը մինչև падգամավոր դառնալը ղեկավարում էր տխրահարճակ հանրային կապերի ՊՕԱԿ-ը, վարչապետի աշխատակազմին կից գործող, հա, վեհքերի ՊՕԱԿ կոչվածը, ինքը անմիջապես այս առիթը օգտագործեց Պաշտպանության նախարարին կառավարության հարցու պատասխանի ժամանակ հարցը տալով ենթատեքստը անմիջապես պարզ դարձավ, որ խոսք գնում է լրատվամիջոցների նկատմամբ լրացուցիչ պատասխանատվության գործիքներ ձևավորելու մասին։ Իրենց չի հետաքրքրում Հայաստանի Հանրապետության ապատեղեկատվություն են տարածում։ Պարզ է, որ սա ապատեղեկատվություն չէ։ Նախ ասուլիս է տվել Թաթոյանը, բնականաբար լրատվամիջոցները գնացել ուղիղ եթեր են տվել եւ իսկապես անհիմն էր այդ մեղադրանքը, բայց ամեն դեպքում Պապիկյանը ընդհանրապես մեկ նախադասություն ասաց, որ ստում են եւ ասում է ինձ ուզում են դիսկուրսի մեջ քաշեն, բայց ես այդ դիսկուրսի մեջ չեմ մտնի։ Որովհետեւ այդ դիսկուրսի մեջ այսպիսի հարցը մի նախադասությամբ որ ասված սուտ է։ Հերիք է, սա հերքում է ՊՆ-ի կողմից։ Միջև 3 նոր արդեն խոսնակ է, արդեն մեկնաբանել։ Այս դիսկուրսի մեջ իրենց սնանկությունն է երևալու։ Իրենց ստախոսության տարբեր էլեմենտներ, տարբեր դրվագներ կրկնվելու են։ Հա, հիշում եք դեռևս անցած տարվա նոյեմբերի եւ դեկտեմբերի ամիսներին լուրջ խոսակցություն էր գնում Սև լճի տարածքում գտնվող մեր այն դիրքերի մասին, որտեղ մեր զինվորները փաստացի պատանդարված են եւ այդ դիրքերը հերթափոխ իրականացնելու համար ասում են ադրբեջանցիների կողմից զննության միջով։ Պաշտպանության նախարարությունը չկարողացավ հերքել այդ տեղեկատվությունը, հետո այդ տեղեկատվությունը փորձեց իր վրայից գցել Սուրեն Պապիկյանը իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ։ Միևնույն ժամանակ էլի չկարողացավ հերքել այդ իրավիճակի արկայությունը, ասաց, որ մի քանի ամիս լարվածություն չկա, բայց ինքը արդեն 4 տարի եւ մի քանի ամիս է պաշտպանության նախարար։ Այսինքն այդ 4 տարին կար լարվածություն։ Հնարավոր է, որ հենց իր այդ ասուլիսի հաջորդ օրը էլի լարվածություն լինի, չէ՞։ Որովհետեւ այդտեղ իրավիճակը շատ պայթյունավետ է, պատկերացրեք, ասենք զինված ադրբեջանցիների մոտով անցնում են հայ զինվորները էլի զենքով, հա, եւ ցանկացած բան կարող է տեղի ունենալ։ 22 թվականի ներողություն 23 թվականի մարտի վերջ ապրիլ հիշեցնեմ, երբ տեղ գյուղի շրջակայքում զոհվեցին մեր հետախուզության լավագույն սպաներից մի քանիսը, հա, եւ կորպուսի հրամանատարը հրազենից վիրավորում ստացավ։ Ուղղակի սահմանային լարվածության պատճառով ադրբեջանցիները ինչ որ մեր տեխնիկայի աշխատող տեխնիկայի վրա կրակել էին, հետո մարդիկ զոհվեցին։ Չմոռանանք 25 թվականի մարտ-ապրիլ ամիսներին դեռ կրակում էին մեր գյուղերից մի քանիսի ուղղությամբ բնակավայրերի, բնակելի տների ուղղությամբ կրակում էին, հա, փաստական տվյալներ կան։ Հիմա մեզ փորձում են մեր ձեռքից փորձում են խլել մեր խաղաղությունը։ Այդ խաղաղությունը փորձում են ապահովել կամ երաշխավորել ինչ որ ստորագրված կամ նախաստորագրված թղթերով կամ ամպագորգոր հայտարարություններով այն պարագայում, երբ Ադրբեջանը պետական քարոզչական մեքենան ամբողջությամբ լծել է արևմտյան Ադրբեջան կեղծ թեզի քարոզին, գովաբանմանը, հանրահռչակմանը, միջազգային կոնֆերանսներ է հրավիրում, իսկ մեր կողմից որևէ հակազդում կամ հակադրություն դրան չկա։ Հիմա վերադառնանք նույն այդ արտաքին հետախուզական ծառայությանը հայտարարությանը։ Այլ երկիր երբ ասում են, չէ՞, անուն չի շեշտվում եւ ասում է այդ հետախուզության ծառայությունները տվյալ երկրի աշխատում են ՀՀ քաղաքացիների վրա, որ նրանք կան Փաշինյան ուժերի վրա ազդեն։ Հասկանում եք, չէ՞ որ նկատի ունեն Ռուսաստան, բայց վախենում են Ռուսաստանի անուն նշելուց։ Հա, Ռուսաստանը ինչպես որ հիբրիդային պատերազմի ժամանակ ակնհայտ է, որ ոչ միայն Ռուսաստանն է փորձելու ազդել, հա, այլ նաեւ Թուրքիան, Ադրբեջանը, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, հա, որովհետև այստեղ սրանք Հայաստանը դարձրել են աշխարհական շահերի ոչ թե համադրման, այլ բախման տարածք։ Եվ մեր տարածքում բախվում են ոչ միայն Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների շահերը, ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի շահերը, մեր տարածքում բախվել են Հնդկաստանի եւ Չինաստանի շահերը։ Մենք պատկերացնում ենք Հայաստանը դարձել է աշխարհական շահերի բախման տարածք։ Ինչով է դարձել։ Որովհետև այս իշխանությունները դա դարձրել են։ Հա, իրենց հրավիրել են արտաքին խաղացողներ, ընդ որում հրավիրել են արտաքին խաղացողներ։ Նկատի ունեք ընտրություններից առաջ որ կարող են ոչ պայքարել։ 20 թվականի նոյեմբերին հրավիրել են արտաքին խաղացողներ։ Հա, 20 թվականի նոյեմբերին Փաշինյան Նիկոլը ստորագրել է փաստաթուղթ երակոմ հայտարարություն, որով Հայաստանի Հանրապետությունով անցնող ճանապարհների վրա
տարածվել է ռուսական FSB-ի վերահսկողությունը։ Հիմա փորձում է ռուսական FSB-ն փոխարինել մեկ այլ բանով։ Բայց հիշեցնեմ, որ հենց ինքն է ստորագրել այդ փաստաթուղթը։ Հենց ինքն է ստորագրել 25 թվականի օգոստոսի 8-ի համաձայնագրերը։ Հենց ինքն է իր արտգործնախարարի ձեռքով ստորագրում կամ նախաստորագրում TRIP-ի համաձայնագիր։ Ես չեմ կարող ասել, էլի ինչ են ստորագրել կամ ինչ պարտավորություններ ունեն իրենց վերցրած, մինչև իշխանությունը չփոխվի եւ սրանց բոլոր խոստացածները կամ պայմանավորվածները ջրերից դուրս չգան։ Բայց ակնհայտ է, որ թաքցնում են մեզնից լիքը բան, ինչպես օրինակ թաքցնում էին 20 թվականի նոյեմբերին բանը, որ ճակերտավոր պայմանավորվածությունները, որոնց հիման վրա Պաշտպանության այն ժամանակվա նախարար Վաղաշակ Հարությունյանը հրաման էր տվել հետ քաշվել մինչև ՀԽՍՀ վարչական սահման։ Բանավոր պայմանավորություններ, որ հետո պարզվեց, որ կան նաև գրավոր թուղթ, որի հիման վրա Գորիս-Կապան ճանապարհը հանձնվեց թուրքերին կամ ադրբեջանցիներին։ Պայմանավորվածություններ, որոնք բերեցին Արցախի հայաթափմանը 22 թվականի հոկտեմբեր, հիշեցնենք Պրագա, միակողմանի հայտարարություններ, Գրանադա հիշեցնենք, եւ այլն, տարատեսակ հայտարարություններ եւ տարատեսակ գործողություններ, որոնք իջեցրել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նշաձողը։ Հիմա ասում են մենք Արցախը հանձնելով ձեռք ենք բերել ինքնիշխանություն, բայց դա բացարձակ սուտ է, քանի որ Արցախը մեր ինքնիշխանության ողնաշարն էր։ Ակնհայտ է, որ Արցախը կորցնելով մենք կորցրել ենք ռազմավարական խորհրդություն Սյունիքում, Արցախը կորցնելով մենք կորցրել ենք աշխարհաքաղաքական կռվան ձեռքներից, Արցախը կորցնելով եւ այսօրվա իշխանությունների թեթև ձեռքով, որոնք փորձում են հրաժարվել միջազգային իրավական հարթակներում արցախցիների իրավունքներից, բնակեցման, իրենց գույքային իրավունքներից եւ այլն, մենք մեր ձեռքից կորցնում ենք մեր աշխարհաքաղաքական կռվանները։ Երկաթե շերեփը փոխարինում ենք թղթե շերեփը, որը այսօրվա աշխարհում որևէ բան չարժի։ Ընդհանրապես որևէ բան չարժի, ընթացող բանակցությունները որևէ բան չարժեն։ Տեսեք ինչ է կատարվում Իրանի շուրջ։ Իսրայելը բացահայտ խոստովանեց, որ այս բանակցությունները Հենց բանակցությունների ժամանակ էլ գործողությունների ընթացքում արդեն երկրորդ ռազմական գործողություն եւ բացահայտ խոստովանեցին, որ բանակցությունները ընդամենը Իրանից գոնությունը բթացնելու համար էր։ Հիմա ինչ երաշխիք կա, որ Հայաստան-Ադրբեջան կամ Հայաստան-Թուրքիա այս երկխոսություն, չասենք երկխոսություն, նրանց կողմից պահանջների ներկայացումը եւ այս իշխանության կողմից դրա կատարումը մեր, այսինքն հայ ժողովրդի, Հայաստանի բնակչության, Հայաստանի քաղաքացիների գոնությունը բթացնելու համար չէ։ Իսկ Իրանի պատերազմի հետ կապված ինչ կասեք, զինատեսակները, որոնք իրարվում են, մենք ինչ հետևություններ պետք է անենք այս առումով։ Եվ կզարգանա թե ոչ պատերազմը, վտանգներ կան թե ոչ մեր համար։ Ուրեմն այն ինչ տեղի ունի Իրանում եւ մեզ հարևան ցանկացած երկրում եւ այն տարածաշրջանում, որ մենք ապրում ենք եւ ընդհանրապես աշխարհում ուղիղ ազդեցություն եւ նշանակություն ունի մեր համար։ Անվտանգային սպառնալիքները այս դարում արդեն այնքան են բազմազանացել, որ Չիլիում մի բան է տեղի ունենում, Հայաստանի վրա ազդում է։ Չիլին Հայաստանից ամենահեռացված սպառն է։ Մենք կարողանում ենք խուսափել։ Իրանում անհնար է Իրանում մի բան տեղի ունենա եւ մեր վրա չազդի։ Դե տնտեսապես ազդում է։ Լավել, վատել, տեսապեսել, ճանապարհներել, տեսեք, Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ռմբակոծել են Բանդար Աբասը եւ Չաբահար նավահանգիստը, որով իրականացում էր, ասենք, հեռավոր արևելքից, Չինաստանից, Ճապոնիայից կամ այլ այն կողմերից, մեր հիմնական բեռնափոխադրումները։ Հիմա Իրանով որևէ հայ կամ բեռ չի կարող տեղափոխվել։ Մնացել ենք միայն Վրաստանի մի ճանապարհի հույսին, մեկ ճանապարհ եմ ասում, պայմանականորեն, որովհետեւ եղանակային պայմաններից խիստ կախվածություն ունեն ճանապարհները։ Անհնար է, որ Իրանում տեղի ունեցողը մեր վրա բացասական ազդեցություն չունենա։ Ինչ վերաբերում է հենց ռազմական բաղադրիչին դրա եւ ռազմատեխնիկական, Միացյալ Նահանգները եւ Իսրայելը առաջին հերթին փորձեցին կիրառել իրենց փորձված միջոցները, ճշգրիտ ռումբերը, ճշգրիտ հրթիռները եւ կարելի ասել ինչ որ հաջողության հասան գետի վրա ավերածություններ գործադրելով, ստանալով, բայց ստացան նաեւ քաղաքական հարվածներ։ Օրինակ Մինաբում մանկասակ աղջիկների մեծաթիվ զոհերը, որ հենց հիմա Միացյալ Նահանգներում այդ մասով գնում է լուրջ ներքաղաքական
դրված է լուրջ ներքաղաքական հարց։ Ասում են հին հետախուզական տվյալներ են ունեցել եւ չեն իմացել, որ այդտեղ դպրոց կա, որովհետեւ կողքը եղել է Դե այնպեսի հետախուզական տվյալներ, որոնք Միացյալ Նահանգները ունեն, այնպեսի տվյալներ ունեն, որ կարող է մարդուն դա ծիծաղելի կարող է թվալ, եթե չլիներ այսքան տխուր, հա, 160-ից ավել մանկասը աղջիկներ են զոհվել, հա, եւ սա միակ դեպքը չէ։ Հաշվի առնելով թե ինչ տոտալ տեղեկատվական բլոկադայի մեջ է գտնվում այսօր Իրանը, ես հավատացած եմ, որ լիքը արդեն քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր կան, հազարների հասնող։ Դատելով այն զինատեսակներից, թե ինչ են կիրառում Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, անհնար է, որ այսպես կողքից քաղաքացիական բնակչության շրջանում մեծ զոհեր չլինեն։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը կիրառում են, ինչպես ասացի արդեն, իրենց փորձված միջոցները, տոմահավքերը, ջեյդամները, ջեյսդեմները, հա, այդ են ռումբերն են եւ հրթիռներն են, որոնք ունեն մեծ ճշգրտություն։ Բայց միևնույն ժամանակ այս պատերազմը իդերև բերեց, ասենք, դասական հակոթային պաշտպանության թերությունները։ Այն իմաստով, որ չափազանց թանկ հրթիռներով փորձում են պայքարել համեմատաբար էժան, իսկ երբեմն շատ ավելի էժան հարվածային միջոցների հետ։ Հիմա Իրանը էժանով է պայքարում։ Իրանը համեմատության կարգով։ Բնականաբար Իրանը չունի թանկ հրթիռներ։ Հա, Իրանը ունի այն, ինչ որ ունի, իհարկե բալիստիկ հրթիռներ կան, հա, իհարկե կան հարվածային անօդաչուներ, որոնք Իրանը կարողանում էր առնվազն մեկ շաբաթ առաջ մասսայական հարվածներ հասցնել եւ ավերածություններ հասցնել։ Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմաբազաների հետ։ Մեծ ավերածություններ եւ տարիներ է պահանջվելու վերականգնել այդ կործանված, ջախջախված հզորությունները, հնարավորությունները, մասնավորապես հակահրթիռային պաշտպանության եւ հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն կայանների մասով։ Բայց դա Ամերիկայի համար առանձնապես խնդիր չէ ֆինանսական։ Մեծ խնդիր է։ Մեծ խնդիր է, իհարկե, որովհետեւ այստեղ միայն ֆինանսական հարցը չէ։ Այստեղ արդեն ստիպված են լինելու ավելի խորք տանել այդ ռադիոլոկացիոն կայանները, հա, որը իմիջիայլոց բերելու է դրանց արդյունավետության նվազեցման։ Բայց դրա հետ միասին տեսնում ենք, որ արդեն չեն խոշում ամերիկացիները դիմել Ուկրաինային իրենց նորագույն միջոցների ձեռքբերման եւ մասնագետների գործողման մասով, հա։ Գիտենք, որ Ուկրաինան բավական լուրջ հաջողություններ ունի փոքրաչափ թիրախներին օդում որսալու դրանց այդ վտանգը չեզոքացնելու ուղղությամբ։ Պատերազմի այսօրին ավելի շատ է դա մասին խոսվում, հա, արդեն հակաօդային պաշտպանության ԱԹՍ-ներ կան, Ուկրաինայում բավական հաջող կիրառվող, միջից Ռուսաստանն էլ նույն բանը անում, հա, եւ կան նորագույն միջոցներ, որոնք դեռ ցուցահանդեսներին չեն ցուցադրվել, բայց այնքան հասանելի են, որ ուղղակի զարմանալի է, թե ինչի Հայաստանում դրանցից տասնյակ հազարներով չեն արտադրվում։ Գիտեմ, որ ինչ-որ բաներ արտադրվում, բայց դրանցից գիտեմ, որ դեռևս չեն արտադրվում։ Բայց ի ցույց դրեց այս պատերազմը հակաօդային պաշտպանության սկզբունքների եւ համակարգերի կառուցման վերանայման անհրաժեշտությունը, դասական հակաօդային պաշտպանությունը այլևս չի աշխատում։ Բայց ակնհայտ է նաեւ, որ եթե չունես հակաօդային պաշտպանություն եւ օդային գերակայություն, այս կամ այն ձևով, հա, լինի դա հակադրոնային պաշտպանության տեսքով, լինի դա կործանիչ ավիացիայի տեսքով, եթե դու քո երկիրը չես վերահսկում, ապա հաղթանակի շանս չունես։ Հիմա կարող է, այսինքն այդ երկաթե գունդը ընդհանրապես այնպես չի, որ չի աշխատել։ Ինչ որ բան անում է իհարկե, հա, այսինքն որոշ ինչ որ հրթիռներ որսում են, հա, ինչ որ ավերածություններ կարողանում են խուսափել ավերածություններից եւ այլն, բայց շատ արագ է սպառում հրթիռային միջոցները։ Հա, դրանք ունեն խոցման այսպես հավանականություն, սովորաբար հակաօդային պաշտպանության միջոցների արդյունավետությունը չափվում է 0.9 հավանականությամբ երկու հրթիռով խոցելու 0.9 հավանականություն, հա, թե ինչքան ես դու դրան մոտ։ Բայց այսօր այդ հրթիռները չափազանց թանկ են այն թիրախների կամ այն վտանգները չեզոքացնելու համար, որոնք առկա են այս պատերազմում։ Եվ այստեղ նաև լուրջ հարց է օրինակ այսօր կոնգրեսում եւ սենատում լուրջ հարց է քննում եւ պաշտպանության նախարարին ավելի պատերազմի նախարարին, հա, կանչում են հարցաքննության։ Թե այդ ինչ, այո, պատերազմի նախարարությունն է կոչվում։ Այդ ինչ ծախս է կանում առանց կոնգրեսի կողմից պատերազմ հայտարարելու։ Տարբեր գնահատականներ հնչեցին այս վերջերս, բայց առաջի 4 օրվա ընթացքում միայն Միացյալ Նահանգների հարցակողական զենքերի ծախսը գնահատվում է $5 միլիարդից ավել։
պատկերացնում եք օրական $1 միլիարդից ավել զինամթերք են ծախսում, այդ միայն զինամթերքի ծախսն եմ ասում։ Էլ չեմ ասում, որ ներգրաված են տարատեսակ միջոցներ, կործանիչ ավիացիա, ավիակիր նավատորմ, հրթիռներ, հակաօդային պաշտպանություն, հակահրթիռային պաշտպանություն, այդ ամեն ինչի վառելիքի ահռելի ծախս, լցանավերի, օդային լցանավերի թռիչքներ եւ այլն։ Սա շատ մեծ ծախս է։ Այս ամբողջը պատերազմի հետ կապված Իրանի։ Այո, բայց ասում $5 միլիարդից ավել միայն զինամթերքի ծախսն է կազմել։ Պատկերացրեք եւ մնացածը։ Հիմա օրինակ տեսեք յուրաքանչյուր 100 միլիոնով միայն ընկերական կրակից 3 ինքնաթիռ կորցեցին Քուվեյթի տարածքում։ Զորքերի գործողությունների վատ պլանավորման կամ վատ համաձայնեցման պատճառով։ Թե ինչ է տեղի ունեցել, միայն Բայց ասում էր 46 ռազմանավ ենք մենք խորտակել Իրանում։ Բայց իրենք են կորցրել։ Իրենք են կորցրել եւ բացառված չէ, որ շուտով կհրապարակվի այն փաստը, որ ամերիկյան ավիակիր նավերից մեկը հարձակման պատճառով եւ վնասների պատճառով է, որ հեռացել է Իրանի ափերի մոտից։ Ավելի քան 1000 կիլոմետր հեռացել է ափերի մոտից, նրան փոխարինելու գալիս մեկ այլ ավիակիր նավատորմ։ Ինչ որ հաջողություններ Իրանը նաև ունի։ Բայց տեսեք նաև համաշխարհային տնտեսության վրա էս ամեն ինչը։ Փոխարինելու է գալիս, դա չի նշանակում, որ անընդհատ կարողանում են ինչ-որ ձև նրան էլ կխփեն, հա։ Իհարկե ամերիկյան ռազմական մեքենայի հնարավորությունը չպետք է թերագնահատել։ Անսպառ հնարավորություններ ունեն։ Հա, եւ այսօր ամերիկյան ռազմական մեքենան իր երբևէ ամենամեծ հզորությանն է հասել։ Ժամանակից ավիակիրներ, հա, յուրաքանչյուր, ասենք 3-4 տարվա թարմություն ունի։ Հսկայական օդային ուժեր, հսկայական հրթիռային ուժեր, հա, եւ չպետք է մոռանանք նաեւ հետախուզության անսպառ հնարավորություններ։ Ռեալ ժամանակի ռեժիմով կարող են հետախուզել եւ հասկանալ, թե որտեղ ինչ է կատարում գետնի վրա։ Թե որքան է նպատակարար իրենց այսքան մեծ ծախսերի եւ այսքան մեծ գործընթացների մեջ մտնել։ Բայց ներսում եւս բոլորը համակարծիք չեն Թրամփի հետ, որ փաստորեն պետք է գնա եւ ուրեմն Թրամփի վարչակազմը ճեղքվածքներ է տալիս, հա, ներքին գործերի, այսպես կոչված Department of Homeland Security քարտուղարը, նախարարը, հա, ստիպված եղավ հրաժարական տալ հանրային լայն ճնշման հետևանքով, արդյունքում գլխավոր դատախազի վրա է ահռելի ճնշում Էփշտեյնի ֆայլերի պատճառով։ Այս պատերազմի պատճառով պատերազմի նախարարի վրա է հսկայական ճնշում գործադրվել, որովհետև այս վերջերս պարզ դարձավ հանրային տեղեկատվություն դարձավ այն, որ 2025-ի սեպտեմբերին ահռելի պաշտպանությանը չվերաբերող ծախսեր են արել։ Ստեյքերի, լոբստերների, դաշնամուրների եւ ճոխ առարկաների ճոխության պերճանքի շռայլության վրա, հա, շատ մեծ ծախսեր են կարել, հարյուրավոր միլիոնավոր դոլարներ եւ միլիարդավոր դոլարներ։ Այսինքն այստեղ մենք բյուջեն է ռազմական տրիլիոն, այո, բյուջե տրիլիոնից ավել ռազմական բյուջե են պահանջել, հա, եւ Տրամփը այս վերջերս պարզենում էր, որ ռազմավարության ընկերությունների հետ համաձայնության է եկել լավագույն զենքերի, ամենաճշգրիտ զենքերի արտադրությունը քառապատկելու հետ կապված։ Գիտենք, որ հսկայական ճնշում է գործադրվում այսօր հաստատական բանականությամբ զբաղվող ընկերությունների վրա, որպեսզի դրանք դարձնեն ավելի հակամարտկային, հանեն արանքից այն մարդ սպանելու որոշման արանքից հանեն մարդուն։ Դրանք դարձնել լիովին ավտոմատացված կամ հանեն դրա մեջից հակամարտկայնությունը, այսինքն մարդկայնությունը։ Այսինքն այստեղ մենք գնում ենք տոտալ պատերազմի եւ չպետք է մոռանանք, ասենք ինքներս պետք է հաշիվ տանք, որ երրորդ համաշխարհային պատերազմը ոչ միայն ընթացքի մեջ է, այլ ընթանում է մեր տարածաշրջանում։ Ճիշտ է, դեռևս մեկ երկիր է թիրախում, այս սրա թիրախում, հա, բայց չմոռանանք, որ թիրախում հայտնվել են անուղղակի կերպով Պարսիցոցի երկրները, որտեղ Իրանը ի պատասխան Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարձակման ոչ միայն Իսրայելի եւ ԱՄՆ-ի ուժերին է հարվածում, այլ նաեւ ծոցի մյուս երկրների տնտեսական ենթակառուցվածքներին, նավթավերամշակման գործարաններին, նավթային հանքավայրերին, նավթալցման նավահանգիստերին, օդակայաններին, ռադիոլոկացիոն հնարավորություն եւ այլն եւ այլն։ Հա ու առաջնային ամեն դեպքում առաջնային նպատակին Միացյալ Նահանգները եւ Իսրայելը չհասան։ Կլայնվի պատերազմը եւ կերկարաձգվի։ Չեն էլ թաքցնում արդեն, որ իրենց պատկերացրածից ավելի երկար է տևում սա։ Այսինքն այսօր 12-րդ օրն է։ 12 օր տևեց 25 թվականի ամռանը Իսրայել-Իրան
հակամարտությունը, որը ավարտվեց Միացյալ Նահանգների միջամտությամբ։ Հիմա Միացյալ Նահանգները առաջտային դերակատարություն են ստանձնել, միջարոց բացառված չէ, որ խիստ այսպես զգայուն եւ անձնական ճնշումների հետևանք է սա, չմոռանանք, որ Տրամպի վրա հենց նույն Էփշտեյնի ֆայլերի պատճառով կա հսկայական ճնշում եւ իրողությունը թաքցնելով եւ մնացած ամեն ինչի մասով, հա։ Ընտրությունները լինելու կոնգրեսում, սենատում եւ 3 Ջորջիայում այնտեղ մի հայտնի կոնգրեսմեն կար, Մարջերի Թեյլոր Գրինը, որը շատ հայտնի տրամպական էր, հրաժարական տվեց եւ Ջորջիայում դեմոկրատները կարողացան ամեն դեպքում երկրորդ փուլ ապահովել արդեն իրենց առավելությամբ։ Այն տարածքում, որը ավանդաբար կարմիր էր, այսինքն հանրապետական։ Հայ հիմա այստեղ մենք չպետք է թերագնահատենք Ամերիկայի ներքին քաղաքականության ազդեցությունը արտաքին քաղաքականության վրա։ Այնտեղ միշտ շատ ավելի լուրջ է, սահմանադրությանը շատ լուրջ են հետևում։ Տրամպը այս վերջերս նախաձեռնել է 22-րդ փոփոխության, սահմանադրության 22 փոփոխության վերանայումը, որը սահմանափակում է պրեզիդենտի պաշտոնավարման ժամկետները, հա, եւ ամերիկյան հասարակությունը սա միանշանակ չի ընդունում։ Նույնիսկ մեծ կոնգրեսում եւ սենատում մեծամասնությունը կազմող շուտ կոնգրեսում, հա, ասենք, որտեղ սենատն է կոնգրեսի մեջ, ներկայացուցիչների պալատում եւ սենատում մեծամասնությունը կազմող հանրապետականների շարքերում լուրջ դժգոհություն է հասունացել։ Լրջագույն։ Այսինքն սա նշանակում է երկարատև չի տևի պատերազմը։ Վաղ կա, հենց նույն հանրապետականի շրջանում, որ Տրամպը կարող է գնալ միջուկային զենքի կիրառման, որը մեր վրա ծայրահեղ բացասական ազդեցություն է ունենալու։ Ծայրահեղ։ Չենք կարող դա անտեսել։ Հա, եւ այն կրոնական մոլեռանդությունը, որը որ այս վերջերս քարոզում էր էկրանից Բենյամին Նետանյահուն եւ որով որ առաջնորդվում է իրականում Տրամպի վարչակազմի առնվազն որոշ պաշտոնյաներ, այն վկայությունները, որ որոշ ռազմական հրամանատարներ վկայակոչում են Արմագեդոնը, Փրկչի երկրորդ գալուստը, համոզելով իրենց ենթականերին, որ սա իսկապես այդպիսի բան է։ Այո, եւ դա բացահայտվում է։ Միացյալ Նահանգների զինված ուժերում է այս ամեն ինչը արդեն տեղի ունենում, որը խախտում է բոլոր ընդունված կարգերը եւ կանոնները, հա։ Եվ եթե մարդիկ արդեն գնում են սրան, հիմնավորելու իրենց հակամարտկային քաղաքականություն կամ հակամարտկային գործողությունները կամ չպետք է մոռանալ, չպետք է վախենանք ասել անօրինական պատերազմ, որտեղ պատերազմը հայտարարելով մեր կոնգրեսի հավանություն է անհրաժեշտ, հա։ Սա Միացյալ Նահանգների ի սկզբանե ասում եմ, որ ԱՄՆ-ում բոլորը համակարծիք չեն, որ պետք է այս պատերազմում ԱՄՆ-ն մասնակից լինի, այո։ Հակակարծիք են վարչակազմի այս գործողությունը շատ լուրջ դժգոհության տեղ է տվել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն զրույցի համար։ Զրուցում է Հայ Ակվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Ավետիք Քերոբյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։